ձեր կազմակերպության մասին, թե որտեղ է գրանցված ավելի մանրամասն։ Ասեն օֆշորային գոտում գրանցված է, թե ոչ, Չէ, մենք մեր սեփականատիրությունը Dundee Precious Metals ընկերությունն է, որը գրանցված է Տորոնտո քաղաքում, այսինքն նախ ես ասեմ, որ ես ինչ-որ անդրադարձած եմ Հայաստանի մեջ offshore հասկացողությունը, իրական հասկացողությունը այն ինչ-որ է, ասենք, օդար երկիրներում մեջ, այսինքն Կանադայի մեջ եւ որ offshore գրանցումներ ասում ես, այդ մեկը նշանակե, որ մարդիկ գրանցում են իրենց հիմնարկները այս կամ այն գղզի վրա կամ այստեղ այնտեղ, որովհետեւ ուղղակի դուրք է փախչին կամ բան եւ այլն։ Իսկ այստեղ ես ինչ-որ հասկացա, բոլոր օդար երկրաընկերություններուն offshore են ասում։ Եթե այդպես է հասկացողությունը, այդ մեկը իրականություն չէ։ Dundee Precious Metals-ը Տորոնտոյի մեջ գրանցված է, Dundee մեծամասնությունը, Dundee Precious Metals-ի մեծամասն սեփականատերը Dundee Corporation-ն է, որ Dundee Precious Metals-ի սեփականատերն է, եւ մնացածը բաց բաժնետոմս ընկերություն է, այսինքն ցանկացած քաղաքացի գրնա եւ Տորոնտոյի բուրսայեն գնել բաժնետոմսը։ Այսինքն ֆինանսավորում դրսից է ստանում, թե Բնականաբար ֆինանսավորումը պիտի լա եւ մեր արտադրության հետ կապված այստեղ եւ սեփականատիրություն։ Այսինքն մինչեւ օրս որ 55 միլիոն ես հայտարարեցի որ ներդրում եղած է, այդ մեկը գալիս է սեփականատիրությունն։ Խոսեցիք քաղաքապետի մասին, ասելով որ իրեն խնդիրներ չունեք, ճիշտ է, այսինքն հարաբերությունների մեջ եք ինչ-որ խոսում չկան։ Ներկայ քաղաքապետի հետ շատ լավ հարաբերություններու մեջ ենք, նախկին քաղաքապետի հետ ավելի լավ հարաբերության մեջ էինք։ Ես ընդհանրապես, նայեցեք, ես անգերց ասեմ, ես նույնիսկ հայտարարել եմ եւ ես նույնիսկ Պարսկաստին Պաշտոնյաներուն ասեմ եմ։ Ես այս քաղաքական կեղտոտ խաղերը չեմ սիրում։ Ներկայ քաղաքապետը համեստ տղա է, լավ տղա է, բայց ներկայ քաղաքապետը որոշ դժվարություններ ունի, որ պետք է հաղթահարի։ Ինքը համեստ ընտանիք է գուկա, իր ընտանիքն շատ լավ մարդիկ են եւ հակառակ որ ես եւ ինքը նույն ուսակցության չենք պատկանիր, մենք լավ ընկերներ եղած ենք եւ համագործակցում ենք իրար հետ։ Ինքը որոշ թերություններ ունի, ես որոշ թերություններ ունեմ, մարտարարած ենք եւ ես կարծեմ, որ կգնանք այդ թերությունները շտկել։ Դրանից դուրս քաղաքապետարանի հետ մենք ունենք շատ երիտասարդ ավական ու հոյակապ տղերք են, լավ տղերք են։ Ես չեմ ուզել ասել ինչպես ընտրվեցան, չընտրվեցան այդ բոլոր բաները, կգնալալ վերջը որ չես գրանցում, ես իմ անձնական կարծիքս կտամ քեզ, բայց ես ուղղակի կմաղթեմ իրենց հաջողություն։ Այսինքն դուք չեք ուզում խառնել քաղաքականությանը եւ նաեւ ասենք Երևանի հետ էլ կապ ունեք, ունեք Երևանում նորից ընտրություններ են։ Այո։ Դուք կապ ունեք քաղաքականության հետ, ուզում եք ունենալ։ Նայեցեք, որպես Դինո Գոլդի գլխավոր տնօրեն, ես քաղաքականության բեկ չխառնվի։ Բայց որպես մտահոգ քաղաքացի ինձ մտահոգում է մեր քաղաքական իրավիճակը։ Ինձ լուրջ մտահոգություն պատճառում է, որովհետև գայուն չէ մեր երկիրը։ Այսինքն ես ինչպես որ հասկացա Հայաստանի մեջ, ես կներեք ձեր անունը չհարցուցի, Լիսա, Հայաստանի մեջ սովորություն է, որ հիմնարկի տնօրենը կորոշի, որ իր աշխատավորը ում պետք է քվեարկի։ Եվ ասեմ, որ այդ մեկը պատահեցավ եւ խորհրդարական ընտրություններում եւ քաղաքապետարանի։ Եվ ինձ մոտեցան, եւ ես իրենց հստակորեն ասի, որ Դինո Գոլդի աշխատավորը ազատ է քվեարկելու իր ցանկացած տեխնացուին։ Ով կուզե լինի իշխանություն, ընդդիմադիր, փոքրամասնություն եւ այլն եւ այլն։ Եվ որ իմ անձնական կարծիքս հարցնեմ, ես բնականաբար իմ անձնական կարծիքս ունիմ։ Բայց Դինո Գոլդ ես բացահայտորեն հայտարարեցի եւ նորեն կհայտարարեմ հաջորդ ընտրություններուն, ցանկացած Դինո Գոլդի աշխատավոր ազատ է քվեարկելու իր ցանկացած տեխնացուին, անկախ որ մեկ ուսակցության պատկանելիություն, թող իր ցանկացածը դի։ Բնականաբար այդ մեկը լավ չընդունվեց որոշ մարդկանց հետ, ինձ լուրջ նեղություններ տվեցին եւ այդ նեղությունները ես հասցուցի նախագահին եւ երկրի նախագահը միջամտեց եւ օգնեց ինձ։ Որովհետեւ ինձ համար ընդունելի չէր, որ Սպիրկահայմը, որ Հայաստան վերադարձած է, շատ ավելի չնչին աշխատավարձքով, այն ինչ որ ես կստանայի իմ հանգիստ երկրից մեջ, այդպիսի նեղեն եւ ճիշտ չէր։ Ընդհանրապես ես ուզում եմ հերու մնամ, բայց բոլորը գիտեն իմ գուսակցական պատկանելիությունս, ես հպարտ եմ իմ գուսակցական պատկանելիությունովս եւ դրանից առաջ ես հպարտ եմ, որ ես հայ ծնած եմ եւ կարողանում եմ իմ երկրից մեջ ինչ-որ մի բան անել։ Լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։